Դավիթ Անհախտի անունը կրող այգին դեռ տարիներ առաջ պետք է վերանորոգեին։ Այգուն հարակից շենքերի բնակիչները հիշում են 2023 թվականին տրված խոստումը. 3 ամսվա ընթացքում կբարեկարգենք այգին։ Ինչու է լռություն այգում, ինչու աշխատանք չեն կատարում, բողոքում է բնակիչը։ Վատն է, որ ջուր չկա, որ այս ծառերը կարենանք ջրենք։ Այս ծառերը այսօր որ կան, այս կողքի բնակիչների շնորհիվ է։ Կային մի քանի մարդիկ, որոնք մեկը մյուսին օգնելով շլանգները կտոր դեսից դենից ճարելով ջերում էին, բայց այսօր այդ ջրի աղբյուրը չկա։ Վիոլան կտրել է, քաղաքապետարանի կողմից ոչ մի ցուցում չկա, թե բացեն, չբացեն։ Հիմա մնում ենք 10-15 օր հետո, եթե կուզենաք նորից եկեք այս ծառերը նկարելու, տեսեք, որ հիմա մի հատ դեղին տերև չկա վրան։ Այս նկարահանումից մի քանի օր անց այգում տրակտորի ու բահով աշխատողների ձայներ էին լսվում։ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն ու այլ ներկայացուցիչներ էլ կային։ Եկել էին ասելու, թե ինչու 2023 թվականին տրված խոստումը իրականություն չի դարձել։ Երևան Քանաքեռ Զեյթուն Դավիթ Անհախտ փողոց արձանի մոտ շատրվաններ հասցեի 28/11/2012 թվականի Space Group ՍՊ-ի անվամբ գրանցված վարձակալության իրավունքի պետական գրանցումը դադարեցվել է 03/10/2024 համատեղ դիմումի համաձայն։ Այգին սեփականատեր ուներ, որից այգին համայնքին վերադարձնելու գործընթացը բավական երկար էր տևել։ Այս մասին մինչև ժամկետ նշելն ու բնակիչներին խոստում տալը գիտեր վարչական ղեկավար Արտակ Հովակիմյանը։ Ասում է, չի պատկերացրել, որ իրավական գործընթացներն այսքան երկար կտևեն։ 2024 թվականի հոկտեմբերից այգին վերադարձվել է համայնքին։ 24 թվականի հոկտեմբերից հետո գալիս է ձմռան արդեն ամիսներ, անձրև, ցեղ, ձյուն, ոնց կարող է այդ եղանակին, ասենք, այդ եղանակին կատարած աշխատանքը ոչ մի որակ չէր կարող ունենալ։ Ինչ էլ անեինք, այդ ամեն ինչը կիսատ էր մնալու եւ հետագայում մենք որևիցե որակ չենք ունենալու։ Դե գարունն էլ դուք ինքներդ տեսնում եք այս գարունը ինչքան մնացած գարուններին համեմատ ինչքան անձրևոտ էր։ Այգու բարեկարգման աշխատանքների համար պետական բյուջեից քիչ գումար է ներդրվում։ Որքան է, Հովակիմյանը չի հստակեցնում։ Ասում է հարազատներ, ընկերներ ունի Եվրոպայում։ Բարեգործություն են արել համայնքի համար, գումար ուղարկել աշխատանքները սկսելու համար։ Չեմ կարող ձեզ ասեմ, թե բարեգործական հիմունքներով մենք ինչ ենք ծախսել եւ մտածում եմ, որ դա կոռեկտ էլ չի ինչ որ պատասխանել, թե մենք ինչ գումար ենք ծախսել կամ ինչ ենք ծախսելու։ Նախորդ փորձը հաշվի առնելով Հովակիմյանը խուսափում է այգին վերանորոգելու, ավարտվելու ժամկետներ նշելուց։ Ասում է, բոլորից շատ ինքն է ուզում բարեկարգված տեսնել Դավիթ Անհախտի անունը կրող այգին։ Բնակիչներից Գագիկն ամենաշատը ծառերի համար է մտահոգված։ Ամեն ինչ կարող են վերանորոգել, բայց ծառերի չորանալուց հետո տարիներ պետք է անցնեն, որ նորից այսքան բարձրահասակ ծառեր ունենա այգին։ Դա կարող էին 2024 թվականի հոկտեմբերից կազմակերպել։ Երևի մտածում էին, անձրևները հոգում են ծառերի կարիքները։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։